Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, դուք Գիտելիգայում եք։ Սպորտի 12 գուրուները մեկնարկել են թեժ պայքարը նոր ինտելեկտուալ մրցավազքում։ Ոսկե գնդակ Պայքարը լարված էր, թեժ էր, տեղ-տեղ վիճելի։ Դե խոսա է։ Նրանցից մեկն արդեն նվաճել է Գիտելիգայի կիսաեզրափակչի ուղեգիրը։ Ում էմոցիաները կփոխեն խաղի ընթացքը։ Ամենահուզիչ դրվագներից է։ 10։ Ով կգտնի ճիշտ պատասխանը վայրկյանի ընթացքում։ Շատ արագ կողմնորոշվեց Արմենը։ Կարդինալ տարբեր թեմաներ էին։ Ով կխորամանկի մրցակցից կորզելով միավորներ։ Սուրեն, այստեղ գալիս է պահը խորամանկելու։ Արարատ 73-ից մինչև Մունդիալ 2026։ Ես ներողություն եմ խնդրում Արարատ 73-ի բոլոր երկրպագուներից։ Բասկետբոլից մինչև բռնցքամար։ Գյորգիոս Կարաղոն։ Ճիշտ էր։ Ամեն ինչ սպորտի մասին։ Արտագում է Սամվել։ Չեմ նայում այդ կողմ, չես տեսնում, հատուկ չեմ նայում։ Բաց մի թողեք Գիտելիքի ու արագության լիգան։ Մենք խաղում ենք Գիտելիգա։ Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, GoFM-ի YouTube-ի ալիքում Գիտելիգա մարզական ինտելեկտուալ նախագիծն է։ Սա Գիտելիքի լիգա է, որտեղ հայկական սպորտի գուրուները պայքարում են ամենագետի կոչման համար։ Առաջին քառորդ եզրափակչում թեժ պայքարում հաղթեց Էրնեստ Շաբոյանը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Իշխան Մելքոնյանը նրա հետ հավասար միավոր վաստակելով բավարարվեց երկրորդ տեղով եւ կսպասի մյուս հանդիպումների ավարտին։ Իսկ հիմա ես ներկայացնում եմ քառորդ եզրափակիչ երկրորդ հանդիպման մասնակիցներին։ Եթե չլիներ Մարկ Ցուկերբերգը, նա չէր հայտնվի առաջին ալիքում։ Եթե չլիներ նա, ես հիմա չէի վարի այս հաղորդումը։ Առաջին ալիքի սպորտի բաժնի նորանշանակ պետ ֆինանսիստ Արմեն Գարամյան։ Բարև ձեզ։ Սպորտի աշխարհում մարդիկ նրան ավելի շատ ճանաչում են որպես Մելիքի որդու, քան Սուրենի։ Մարդ, որը հայկական ֆուտբոլում տեղի ունեցողն իմանում է ավելի շուտ, քան այդ իրադարձությունները տեղի են ունենում։ Տնտեսագետ Սուրեն Մելիքսետ։ Ողջույն։ Նա այնքան է ֆուտբոլ նայել անկյունից, որ մերժում է խաղը VIP օթյակից դիտելու ցանկացած առաջարկ։ Քորներ նախագծի հեղինակ եւ վարող միջազգայնագետ Սամվել Սուքիասյան։ Բարև ձեզ։ Ողջույն, պարոնայք, բարեկալուստ Գիտելիգա։ Ասեմ, որ այնպիսի բարձր նշաձող սահմանացին առաջին հանդիպման մասնակիցները, որ պետք է տանջվել նրանցից հետ չմնալու համար։ Հիշեցնեմ, որ կիսաեզրափակիչ ձեզնից դուրս է գալու միայն հաղթողը, երաշխավորված։ Իսկ երկրորդ տեղը գրաված մասնակիցը պետք է սպասի մյուս հանդիպումների ավարտին, որպեսզի իմանա իր ճակատագիրը։ Ցանկալի է իհարկե գրավել առաջին տեղը, բայց դա անելը շատ բարդ է, որովհետև մրցակիցները միմյանց արժանի են եւ չեն ցանկանալու զիջել։ Եթե կարճ, այսպես փորձենք, ինչ նպատակով եք եկել Գիտելիգա, Արմեն, սկսենք քեզնից։ Հաղթելու։ Լավ նպատակ է, ես հաջողություն եմ մաղթում, Սուրեն, ինչպես կգնահատես մրցակիցների տուժը։ Իրենց գործի վարպետներն են ու վստահաբար շատ հետաքրքիր պայքար է լինելու։ Ես կարծում եմ մենք շատ լավ ժամանակ անցկացնենք։ Ու թող հաղթի ուժեղագույնը։ Հաջողություն եմ մաղթում, Սամվել, այսօր նորից անկյունից ես։ Սա ճակատագիր է։ Միգուցե մի բան գիտեք, որ ինձ անկյունում եք կանգնացրել, բայց հուսով եմ անկյունից խաղը նույնպես այդքան հետաքրքիր կլինի, որքան օրինակ մեջտեղից։ Ասեմ, որ դիրքը, որ դուք զբաղեցրել եք սեղանների հետևում, ընդհանրապես չի ազդելու զբաղեցրած տեղերի վրա, որովհետև միայն միավորներն են այստեղ։ Որոշիչը, եթե պատրաստ եք, ես հայտարարում եմ առաջին փուլի մեկնարկ։ Եվ այսպես առաջին փուլ ներկայացնեմ կանոնները։ Ես իրար հետևից 20 հարց եմ հնչեցնելու, հարցեր բոլորիդ համար նույնը։ Այդ հարցերը նաև էկրանին գրվելու է, դուք տեսնելու եք։ Ամեն հարց ունենալու է պատասխանի 4 տարբերակ, մեկը բնականաբար ճիշտ։ Ձեր առջև դրված են գրատախտակներ, կգրեք ըստ ձեզ ճիշտ պատասխանի տառը, A, B, G կամ D եւ կցուցադրեք։ Ճիշտ պատասխանի համար ստանում եք 1 միավոր, սխալ պատասխանի համար միավոր չեք ստանում։ Ամենապարզ տարբերակով։ Հայերեն տառերով ենք, չէ՞ գրում։ Հայերեն տառերով, այո, մենք Հայաստանում ենք եւ խաղում ենք այն տառերը, որոնք սովորել եք։ Իսկ ինչ եք սովորել սպորտի աշխարհում, մենք հիմա ձեզ հետ միասին կպարզենք։ Եթե պատրաստ եք, մենք կարող ենք սկսել։ Եվ այսպես հնչեցնում եմ առաջին հարցը։ Որ թիմի հետ խաղում Լիոնել Մեսին առաջին անգամ 3 եւ ավելի գոլ խփեց Չեմպիոնների լիգայում։ Այաքս, Բայեր, Արսենալ, թե Վիկտորիա Պլզեն։ Մտածեք։ 3 եւ ավելի գոլ, դա նշանակում է, որ միգուցե 4, միգուցե 5, միգուցե 8, թեև դա որպես հետ-տրիկ հաշվում։ Այաքս, Բայեր, Արսենալ, Վիկտորիա Պլզեն։ Արդեն ժամանակն է, պետք է ցուցադրել պատասխանները։ Սուրենը եւ Սամվելը եւ Արմենը երեքն էլ D տարբերակն են տալիս Վիկտորիա Պլզեն։
իսկ ճիշտ պատասխանն էր G Arsenal, Arsenal-ի հետ խաղում նա դարձավ 4 գոլի հեղինակ եւ դա նրա առաջին հետ-տրիկը։ Սկիզբը խոստումնալից է։ Սկիզբը խոստումնալից էր, այո։ Գնացինք առաջ, երկրորդ հարց։ Որ խաղային դիրքը չկա հոկեյում։ Դարպասապա, պաշտպան, կիսապաշտպան, թե հարձակվող։ Թերևս ամենահեշտ հարցերից մեկը G, այսինքն կիսապաշտպան հոկեյում չկա, իհարկե կիսապաշտպան հոկեյում չկա, 3 մասնակիցներն էլ ճիշտ են պատասխանում այս հարցին եւ վաստակում իրենց առաջին միավորները գիտելիգայում շնորհավոր։ Այդ առիթով եւ երրորդ հարցն եմ հնչեցնում։ Որ թիմը դարձավ ֆուտբոլի 2023-24 թվականների Հայաստանի Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր։ Փյունիկ, Ուրարտու, Նոա, Արարատ Արմենիա։ Շատ արագ կողմնորոշվեց Արմենը, ժամանակն է, խնդրում եմ բարձել Սամվելին եւ Սուրենին եւս։ A, B, G այսպես պատասխանեցին, A Սուրենը, B Սամվելը եւ G պատասխանում է Արմեն Գարամյանը եւ պատասխանում է ճիշտ միայն Արմենը, Նոան իհարկե գրավեց երկրորդ տեղը այդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում եւ 1 միավոր Արմեն Գարամյանին։ 4-րդ հարց։ Որ հավաքականի հետ խաղում է Դիեգո Մարադոնան խփել իր առաջին գոլն աշխարհի առաջնություններում։ Բելգիա, Հունգարիա, Սալվադոր, Իտալիա։ Առաջին գոլն աշխարհի առաջնություններում Դիեգո Մարադոնա։ Համաձայն եմ դա վաղուց էր, բայց լեգենդի մասին է խոսքը։ Պետք է իմանալ։ Պատրաստ են Արմենը եւ Սուրենը, տեսնենք Սամվելը եւս կցուցադրի Արմենը եւ Սուրենը A-ին պատասխանում Բելգիա եւ G-ը պատասխանում Սամվելը։ Ոչ, 3 տեղ սխալ եք, պարոնայք։ Հունգարիայի հետ խաղում նա խփեց իր առաջին գոլը։ Բելգիան բացառում է այն ամենագեղեցիկ գոլներ, բայց կարծում դա չէր։ Դե ոչ, ամենագեղեցիկը նա հետո ավելի ուշ խփեց։ Կամ դեռ չի խփել։ Մարադոնան։ Երկնքում։ Այո, սև հումորը եւս հումոր է։ Իհարկե։ Գնացինք առաջ 5-րդ հարց։ Որքան է սկվոշի գնդակի տրամագիծը։ 30 մմ, 40 մմ, 50 մմ, թե 60 մմ։ Սա այն շարքից է, որ երբ պետք է գուշակի։ Եթե իհարկե սկվոշի լուրջ մասնագետ չեք։ Արմեն սկվոշ խաղացել ես երբ։ Ոչ։ Ոչ։ Հա, խաղացել եմ։ Սուրենը այնպիսի դեմքով է կանգնած, կարծես ամեն օր սկվոշ։ Հայաստանի չեմպիոն։ Չէ։ Ենթադրությունը։ Տեսնեմ ձեր պատասխանները, Արմենը եւ Սուրենը պատասխանում են A, այսինքն 30 մմ, իսկ Սամվելը G։ Բառը կարծես Սամվել միայն G գիտես, միայն G ես գրում։ Լավ որ գերով են։ Ոնց էլ չլինի, մի գ ճիշտ Այստեղ եւս 3-ը սխալվեցիք, որովհետեւ ճիշտ պատասխանն է 40 մմ, այդքան է տրամագիծը սկոշի գնդակի եւ միավոր չունենք այս հարցից հետո։ 6-րդ հարց։ Որ թվականից Օլիմպիական խաղերում սկսեցին անցկացնել հանդբոլի տղամարդկանց մրցաշարը։ պետք է լիներ ասած։ 1936, 1948, 1964, թե 1972։ Պահում եմ, ստաբիլությունը լավ է։ Կայունությունը վարպետության նշան է։ Այս անգամ Սուրենը քեզ հետ համամիտ է։ Կամ գնե կամ դնիս։ Մնաց Արմենը պատասխանի։ Արմեն, ժամանակն է, պետք է արդեն ինչ-որ տարբերակ ցուցադրել։ Ընկերովի մահ Արսանիկը էլի։ 3 էլ G տարբերակը 1964 կարծում եք, իսկ իրականում հանդբոլի մրցաշարը տղամարդկանց առաջին անգամ անցկացվեց 1936 թվականին։ Հետո հսկայական դադար եղավ Այդ բացառեցի ես։ եւ վերսկսեցին 1972-ից։ Ոչ մի միավոր։ Մեզ մոտ առայժմ տրամաբանությունն էլ չի աշխատում։ Այո, հստակ առայժմ աշխատում է միայն Սամվելի ձեռքը G տառը։ Տեսնենք ինչքան կտևի դա։ Անցանք առաջ 7-րդ հարցը։ Թվարկած թիմերից որի կազմում Արտակ Դաշյանը չի դարձել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։ Բանանց կամ Ուրարտու, Ալաշկերտ, Փյունիկ, թե Նոա։ Այս թիմերից որի կազմում չի դարձել Հայաստանի չեմպիոն։ Արմենը նորից արագ է։ Մնում է պարզել ճիշտ է թե ոչ։ Սուրենը համամիտ է Արմենի հետ, Սամվելը ինչ է մեզ ասում, Սամվելը ասում է A։ Բանանց, որը հետո դարձավ Ուրարտու այդ թիմում Արտակ Դաշյանը խաղացել է, բայց Հայաստանի չեմպիոն չի դարձել։ Մնացած 3 թիմերի կազմում նա դարձել է, փայլուն է, 3 էլ ճիշտ եք պատասխանում։ Այսպիսի սկզբունք, եթե ճիշտ, ապա բոլորդ միասին, եթե ոչ, ապա ոչ։ Մեկական միավոր մեր մասնակիցներին եւ գնանք առաջ 8-րդ հարց։ Քանի անգամ է Չիկագո Բուլզը դարձել բասկետբոլի ազգային ասոցիացիայի հաղթող։ 4, 5, 6, թե 7։ Անձնական վիրավորանք կլինի ինձ համար սխալ պատասխան։ Ներողամիտ եղեք, պարոն Կանանթարյան։ Ման չեմ կարանում։ Վերադառնում ենք ակունքներին։ Արմեն, տեսնենք։
Արմենը տալիս է պատասխան 7 անգամ, իսկ Սամվելն ու Սուրենը ասում են 6 անգամ։ Եվ ճիշտ են ասում, իհարկե 6 անգամ Չիկագո Բուլզը գելիներ մի հատ։ 3 անգամ անընդմեջ, հետո 2 տարի դադար եւ եւս 3 անգամ անընդմեջ, սա պետք է իմանալ, պարոն Գարամյան։ Իմացա։ Իմացաք։ Սուրենը եւ Սամվելը մեկական միավոր են ստանում։ 9-րդ հարց։ Որ ստադիոնում անցկացվեց 2004 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Լուժնիկի, Դալուժ, Դրագաու, թե Ուեմբլի։ 2004 թվական։ Լուժնիկի, Դալուժ, Դրագաու, Ուեմբլի։ Կողմնորոշվեք։ Սուրենը կողմնորոշվեց, Սամվելը կողմնորոշվեց եւ մնաց Արմենը։ Բայց ինձ թվում է սխալ է։ Արմենը նայեց ինչ են գրել։ Արմենը, բայց դուք տարբեր բաներ եք գրել, հետաքրքիր ումից արտագրեց Արմենը, այստեղ եթե ընդհանրապես արտագրեց, ճիշտ տարբերակն է Դալուժ, Լիսաբոնի Դալուժ ստադիոնում։ Երկուսից մեկը Պորտուգալիայում է։ Պետք է Պորտուգալիայում փնտրեիք, իհարկե, եւ Մեկական ուղում էլի չէի արտագրում։ այո, Բայց մեկական ճիշտ միավոր պատասխան։ Արմեն Գարամյանն եւ Սամվել Այո։ Սուքիասյանը ստացան, Սուրենը միավոր չստացավ այս հարցը։ Բա ինչի գչեի նշել ես անգամ։ Դե փոխում եմ տակտիկան, Այո, ունեմ տակտիկա։ սկսեց փոխել մարտավարեց։ 10-րդ հարց։ Ով է խփել ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության առաջին ոսկե գոլը։ Իլհան Մանսիզը, Անջուն Վանը, Լորան Բլանը, թե Անրի Կամարան։ Այսպես հուշման կարգով ասեմ, որ 4-ն էլ ոսկե գոլեր խփել են, բայց ով է արել դա առաջին։ Հա։ Ոսկե գոլ։ Եվ տեսնենք ձեր տարբերակները Դ Արմենը A, Սուրենը եւ Սամվելը ինչ է ասում։ A ասում է։ Սամվել լավ էր, երբ G էր գրում անընդհատ։ Լորան Բլանն է խփել առաջին ոսկե գոլը աշխարհի առաջնություններում։ Ես հնչեցնում եմ 11-րդ հարց։ Քանի պայմանական գոտու է բաժանված վոլեյբոլի խաղարապարակի կիսադաշտը։ 3, 4, 5, թե 6։ Խոսքը վոլեյբոլի գոտիների մասին է։ Կիսադաշտ։ Շատ մեկ կիսադաշտում, այո, մեկ թիմի համար պայմանական, այսպես ասենք։ Պատրաստ են Արմենը եւ Սուրենը, Սամվելը երկար է մտածում, Սամվել, քանի գոտի կա վոլեյբոլ։ Դու ասում ես 4 գոտի, 4 էլ ասում ես Սուրենը եւ 3 է ասում Արմենը։ Իսկ վոլեյբոլում դա պետք է իմանալ, պարոնակ, 6 գոտի կա։ 6 գոտի թե դիրք։ Գոտի հարցը հնչեց, քանի պայմանական գոտու են բաժանված Ահա, խաղապարակի կիսադաշտը, ոչ 6 խաղացողները դասավորվում են 6 դիրքերում, 6 դիրքերում, բայց գոտին նշանակում է 3 գոտի։ Ես մի քիչ ճիշտ ասած վիզուալով էի փորձում պատասխանել, բայց վիզուալով, եթե բաժանել 6 խաղացողի, կհասկանաք, օրինակ 6 գոտի։ Վիզուալով լավ էր, պրոստը ծյուժ ձեր բաժան։ Այդպես էլ ասում են, առաջին համարը, երկրորդ համարը, երրորդը, չորրորդը, 5-րդը, 6-րդը, այնտեղ լիբերոն է մեկը եւ այլն։ Շարժվենք առաջ 12-րդ հարցը։ Որ թիմում է ավելի շատ գոլ խփել Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականում, Դորտմունդի Բորուսիայում, Դոնեցկի Շախտյորում, թե Փյունիկում։ Այ հիմա մտածեք։ Այս այն հարցերից է, որ ամոթ է չիմանալ, պարոնակ, հայկական ֆուտբոլի գուրուներ։ Դե խոսա է։ Հիշում եք Մխիթարյանը։ Մխիթարյանին ինձ թվում է Շախտյորում էլ կա։ Դե Փյունիկը ամենակիչը։ Արմենը եւ Սամվելը ասում են Շախտյորում, Սուրենը ասում է Դորտմունդում Բորուսիայում։ Իսկ իրականում ճիշտ պատասխանն է Դոնեցկի Շախտյորում։ Այո, Արմենը եւ Սամվելը մեկական միավոր են ստանում Շախտյորում, ավելի շատ գոլեր խփել Մխիթարյանը։ Դորտմունդում հնարավոր է ավելի արդյունավետ է եղել։ Եթե փոխանցումներ։ Այո։ 13-րդ հարց։ Նշված հայ մարմնամարզիկներից ով չի դարձել օլիմպիական չեմպիոն։ Սեդա Թութխալյանը, Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, թե Էդուարդ Ազարյանը։ Այ հիմա կհասկանանք։ Ֆուտբոլից բացի, նայում եք, թե չեք նայում։ Պրոֆիլը չի։ Դստեղ ընդամենը 2 տարբերակ կա, բայց պետք է որ ճիշտ լինի։ Տարբերակից էլ պետք է ընտրել։ Արմենը պատասխանում է Սեդա Թութխալյան, Սուրենը ասում է Էդուարդ Ազարյանը, Սեդա Թութխալյանը պատասխանում նաև Սամվելը։ Արտագրում է Սամվել։ Չեմ նայում այդ կողմ, չես Նորից տեսնում հատուկ չեմ դու նայում։ սխալվեցիր։ Սեդա Թութխալյանը չեմպիոն չի դարձել, հետեւաբար դա էր ճիշտ պատասխանը։ Արմենը եւ Սամվելը մեկական միավոր ստացան, գնացինք առաջ եւ 14-րդ հարց։ Նշված դարպասապահներից ով եվրոպական առաջնությունների ավարտված մրցաշրջանում գրանցեց 4 հանդիպումների ամենաբարձր տոկոսը։ Ժոան Գարսիան, Ժան Բյուտեն, Դավիթ Ռայան, թե Մատվեյ Սաֆոնովը։ Տոկոսը, չէ՞ ոչ։ Այո, տոկոսը, 4 հանդիպումների ամենաբարձր տոկոսը։ Եվ տեսնեմ ձեր պատասխանը, Արմենը պատասխանում է
Դավիթ Ռայա, Սուրենը պատասխանում է Ժուան Գարսիա եւ Ժան Քանակապես Ռայան դե առաջատար էր, բայց շատ հետաքրքիր է, որ ձեզանից ոչ ոք չցանկացավ իրական ճիշտ պատասխանը։ Սաֆոնովը, Մատվեյ Սաֆոնովը գրանցեց ամենաբարձր տոկոսը։ Օրինակից Մատվեյ Սաֆոնովից մի այլ վիճակագրություն է տպավորում, որ 44 խաղ ՊՍԺ-ում խաղացել, բայց Չեմպիոնների լիգայի 2 գավաթ ունի արդեն։ Բա տեսնում ես, այ դա էլ հենց տոկոսն է։ Ինչը պետք չգիտեմ, ինչը պետքա չգիտեմ։ 15-րդ հարց։ Ռեկորդային քանի ոսկե մեդալ է օլիմպիական խաղերում նվաճել ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը։ 22, 23, 24, թե 25։ Այ հիմա տեսնենք։ Ամենատիտղոսակիր մարզիկի մասին ինչ գիտեք օլիմպիական խաղերի պատմության։ Ես Մայքլ Ֆելփսին շատ եմ միշտ հետևել եմ, այսինքն բայց քանակը հիմա մի քիչ Հիշում եմ, որ 20 քանից է, բայց բոլորն էին։ Քո տարբերակը տեսնենք։ Սուրենը եւ Սամվելը համակարծիք են, որ 24 մեդալ է, ոսկե մեդալ է նվաճել, իսկ Արմենը նրանց միանում է, բայց իրականում Ֆելփսը նվաճել է 23 ոսկե մեդալ, ընդամենը 1 մեդալ ավելացրիք, բայց սխալվեցիք բոլորդ։ 16-րդ հարց։ Միայն 5 ֆուտբոլիստի է հաջողվել գոլ խփել աշխարհի 2 առաջնության եզրափակչում։ Պելեն եւ Վավան բրազիլացի են, Զիդանն ու Մբապեն ֆրանսիացի։ Իսկ որ երկիրն է ներկայացնում 5-րդը՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, թե Նիդերլանդներ։ Հիշում եք այդպիսի խաղացողների, որոնք 2 եզրափակչում գոլ են խփել։ Շատ շախմատային այսպես դեմքով, դիրքով Արմենը մտածեց եւ միացավ Սուրենին, իսկ ում նկատի ունեք, հետաքրքիր է։ Ես բացառման մեթոդով եմ գնացել, որ հոլանդացի հաստատ չի, իսպանացի հաստատ չի, Գերմանիա կամ Իտալիա, բայց ֆուտբոլիստին չեմ ասում։ Ռոսին Երկուսով ասում եք Իտալիա, Սամվելը ասում է Իսպանիա, իսկ այդ ֆուտբոլիստը գերմանացի է։ Իտալիա կամ Գերմանիա է։ Գերմանացի այդ ֆուտբոլիստը։ 17-րդ հարց։ Ով է միակ բռնցքամարտիկը, ում Մայք Թայսոնը պարտվել է 2 անգամ անընդմեջ։ Բաստեր Դուգլասը, Էվանդեր Հոլիֆիլդը, Դենի Ուիլյամսը, թե Լենոքս Լյուիսը։ 2 անգամ անընդմեջ պարտվել է այդ բռնցքամարտիկին Մայք Թայսոնը։ Արմեն D տարբերակը Լենոքս Լյուիս, D նաև ասում է Սուրենը Լենոքս Լյուիս եւ B տարբերակը ասում է Սամվելը եւ ճիշտ է ասում Սամվել Սուքյասյանը Էվանդեր Հոլիֆիլդին, եթե հիշում եք, պարտվեց 1996-ին, 1997-ին ռևանշ մենամարտ եղավ եւ Թայսոնը կծեց եւ փոկեց Հոլիֆիլդի ականջը։ Անցանք առաջ 18-րդ հարց։ Որ թիմի դեմ 2017 թվականի մայիսի 28-ին իր կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց Ֆրանչեսկո Տոտտին։ Ջենոայի, Սամպդորիայի, Ֆիորենտինայի, թե Միլանի։ Հիշում եք Տոտտի Իհարկե, ամենահուզիչ դրվագներից էր։ Պետք է ուրեմն շատ արագ ասել, թե որ թիմն էր դա մրցակիցն ով էր։ Սամվելը տվել է պատասխան Սուրեն, տվել է եւ Արմեն B տարբերակը ասել է թե Սամպդորիա։ Իհարկե Ջենոան էր մրցակիցը, Սամպդորիան եւս այդ քաղաքից է, բայց այդ օրը Ռոմայի մրցակիցը։ Ջենոան էր, Սուրենը եւ Սամվելը մեկական միավոր են վաստակում։ Նախավերջին հարցը այս փուլին։ Որ տարածության վազքը չկա օլիմպիական խաղերի ատլետիկայի տղամարդկանց ծրագրում։ 800 մետր, 1500 մետր, 3000 մետր, 5000 մետր։ Մյուս 3-ը կան, որը չկա։ 5000 մետր կարծում է Արմենը, 5000 կարծում է Սուրենը, 5000 էլ կարծում է Սամվելը։ Ատլետիկա նայեք, պարոնայք, 5000 մետր վազք կա տղամարդկանց ծրագրում, 3000-ը չկա։ Վերջին հարց։ Որ համարի մարզաշապիկով իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում չի խաղացել Կրիշտիանո Ռոնալդոն։ Արմենը ճիշտ պատասխանի կարծում եմ։ 17, 18, թե 28։ Արմենը արդեն հարցը չնչած գրել է։ Դեռ կհասկանանք ճիշտ է գրել թե ոչ։ Ինձ թվում է ասել եմ ճիշտ։ Եվս կողմնորոշվեց եւ մնաց։ Արմեն կարծում է, որ 18-ով չի խաղացել, Սուրենը կարծում է, որ 18-ով չի խաղացել եւ Սամվելը կարծում է, որ 11-ով չի խաղացել։ Կրիշտիանո Ռոնալդոն երբեք չի խաղացել 18 համարի մարզաշապիկով։ Արմենը եւ Սուրենը ճիշտ են պատասխանում, ստանում են մեկական միավոր։ Եվ այսպես ամփոփում ենք առաջին փուլի արդյունքները 20 հարցից։ Ընդամենը 5-ին պատասխանեց ճիշտ Սուրեն Մելիքսեթյանը։ Արմեն Գարամյանն ունի 7 ճիշտ պատասխան։ Իսկ առաջատարը մեր առաջին փուլից հետո Սամվելն է Սուքյասյան, որը 8 ճիշտ պատասխան է տվել։
Այսպիսի դասավորություն ունենք, մենք անցնում ենք երկրորդ փուլին։ Մենք շարունակում ենք Գիտելիգայի երկրորդ քառորդ եզրափակիչ հանդիպումը, հիշեցնեմ, որ առաջին փուլից հետո մեզ մոտ առաջատարը Սամվել Սուքիասյանն է, նա 8 միավոր է վաստակել, 7 միավոր ունի Արմեն Գարամյանը եւ 5 միավորով եռյակը եզրափակում է Սուրեն Մելիքսեթյանը, նախավարժանքն ավարտված է, սկսվում է ամենալուրջը, պարոնակ։ Երկրորդ փուլն է մեզ մոտ եւ ներկայացնեմ կանոնները։ Ձեր արչեւ գնդակներ են, հիմա Չեմպիոնների լիգայի վիճակահանության օրինակով ըստ հերթականության առաջատարից հետնապահ կմոտենաք եւ մեկական գնդակ կտանեք ձեզ հետ եւ ցույց կտաք որ թեման է այնտեղ քողարկված։ Այդ թեմայի շուրջ ես կհնչեցնեմ 10 հարց եւ դուք կունենաք 70-ական վայրկյան այդ 10 հարցին պատասխանելու համար։ Այստեղ պետք է պատասխանել արագ եւ ցանկալի է ճիշտ։ Պետք է սկսենք առաջատարից, բայց մինչեւ այդ ես ձեզ ասեմ ինչ թեմաներ են այս գնդակներում այսօր քողարկված։ Արարատ 73, բարձրակրունկ սպորտ, նույնն է կանանց սպորտ, կանայք սպորտում եւ այլն եւ այլն։ Եվրոանակնկալներ, այսինքն անակնկալներ Եվրոպայի առաջնություններում, հապավումներ, ոսկե գնդակ եւ ռոսոների։ Այս 6 թեմայից յուրաքանչյուրդ ունենալու եք երկուսը եւ պետք է ընտրեք ինքներդ որ երկու թեմաները։ Սկսում ենք առաջատարից Սամվել Սուքիասյան, առաջինը մոտենում, խնդրեմ մոտեցիր եւ խնդրում եմ զբաղեցրու քո տեղը եւ ցույց տուր ինձ քո ընտրած թեման։ Հապավումներ։ Այստեղ հասկանալի է տարբեր հապավումներ են, որոնք պետք է բացել կամ հակառակը փակել, դարձնել հապավում եւ այլ եւ այլ։ Ամեն ինչ հապավումների մասին։ Եվ այսպես 70 վայրկյանը Սամվել Սուքիասյանի համար գնաց։ Ինչպես է կրճատ կոչվում կանանց թենիսի գլխավոր կառույցը։ Ավելի արագ WTA Ճիշտ է, որ մարզաձևի գլխավոր կառույցի հապավումն է FIBA-ն։ Բասկետբոլի ֆեդերացիա Ճիշտ է, որ 3 տառերով է նշվում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի անվանումը։ IWF, սխալ է, ինչպես է բացվում EFL հապավումը։ Անցանք English Football League, ինչպես է կրճատ կոչվում հոկեյի հյուսիսամերիկյան գլխավոր առաջնությունը։ NHL, ճիշտ է, ինչպես է կրճատ կոչվում ֆուտբոլային առաջնությունը, որտեղ այժմ հանդես է գալիս Լիոնել Մեսին։ MLS Ճիշտ է, ինչպես է բացվում VAR հապավումը։ Արագ Սամվել, Video Assistant Referee, ինչպես է բացվում MKSV հապավումը։ Մոսկովսկի կամ չէ։ Ոչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ինչպես է կրճատ կոչվում բեյսբոլի հյուսիսամերիկյան ուժեղագույն առաջնությունը։ Սա վերջին հասների դեպ կարող ես մտածել և պատասխանել։ Ժամանակը սպառվեց։ Բեյսբոլի գլխավոր ուժեղագույն առաջնությունը։ Չունենք պատասխան։ MLB, Major League Baseball, այսպես է կոչվում։ Շատ ափսոս։ Արմենին ընկներ այս հարցը, նա կպատասխաներ 9-ին, 4 հարցի ճիշտ պատասխանեց Սամվել Սուքիասյանը, այդ 4 միավորը մենք գումարում ենք առաջին փուլի արդյունքի եւ հետո ամփոփումը կանենք եւ հիմա Արմեն Գարամյանի հերթն է, նա է մոտենում վիճակահանությանը եւ տեսնենք ինչ թեմա է ընտրելու։ Մնացած 5-ից Ես շատ կուրախանայի իհարկե թե Արարատ 73-ի հարցերին պատասխան։ Ես չեմ ուրախանա։ Արմեն Գարամյանը, իսկ նա իրականում պատասխանելու է Եվրոանակնկալներ։ Խաղում ենք Եվրոանակնկալներ թեման Արմեն Գարամյանի հետ 70 վայրկյանը գնաց։ Գերմանացի որ մարզչի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը հաղթեց Եվրո 2004-ում։ Անցանք։ Օտո Ռեհագելի այլևս գոյություն չունեցող որ երկրի փոխարեն Դանիայի հավաքականը մասնակցեց Եվրո 1992-ին եւ դարձավ չեմպիոն։ Հարավստավիա։ Ճիշտ է, Եվրո 2008-ում միջև որ փուլ հասավ Գուս Հիդինկի գլխավորած Ռուսաստանի հավաքականը։ Կիսաեզրափակիչ։ Ճիշտ է, Եվրո 2020-ում Դանիայի հավաքականը զարմացրեց բոլորին հասնելով միջև կիսաեզրափակիչ, իսկ ում պարտվեցին սկանդինավներն այդ փուլում։ Անգլիա։ Ճիշտ է, Եվրո 2016-ում Իսլանդիայի հավաքականը մեծ աղմուկ բարձրացրեց 1/8 եզրափակում պայքարից հանելով Անգլիային, իսկ ում հաջորդ փուլում զիջեցին ճանապարհը իսլանդացիները։ Պորտուգալիա։ Ոչ Ֆրանսիային Եվրո 2004-ի եզրափակում ով խփեց Հունաստանի հավաքականի միակ ու չեմպիոնական գոլը։ Գեորգիոս Կարաղոն։ Ճիշտ էր սկզբում։
Անգելոս Խարիստեասը, որ ավակականը 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ Գերմանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի հետ խմբից ու հասավ մինչեւ եզրափակիչ։ Որ ավակականը 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ Գերմանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի հետ խմբից եւ հասավ մինչեւ եզրափակիչ։ Ֆրանսիա։ Ոչ Չեխիան, Վրաստանի ավակականի որ ֆուտբոլիստը գոլ խփեց Եվրո 2024-ի խմբային փուլի բոլոր խաղերում։ Ժորժ Միկաուտաձե։ Ճիշտ է, Ժորժ Միկաուտաձեն էր դա, հասցրի ընթերցել 8 հարց Արմեն Գարամյանի համար եւ նա այդ 8-ից ճիշտ պատասխանեց 4-ին, ուղիղ կեսին 50% արդյունավետություն։ Սամվելի արդյունքը կրկնեցիր Արմեն եւ Սուրեն, շանս է։ Սա շանս է գերազանցելու մրցակիցներին եւ կրճատելու տարբերությունը, խնդրեմ մոտեցիր եւ Նախորդ երկու թեմաները շատ հետաքրքիր էին։ կոնկրետ քեզ համար։ Հա։ Ահա, ուրեմն անհետաքրքիրներից կվերցնենք։ Տեսնենք ինչ է Եվ ինձ ընտրում համար եւ առասարակ։ Սուրեն Մելիքսեթյանը։ Ես անկեղծ չեմ ցանկանա Արարատ 73 ընկնի, որովհետեւ հին բաները ես լավ չեմ հիշում։ Իսկ Արարատ 73-ի մասին ամեն ինչ պետք է հիշել։ Այո, ամոթ է։ Առավել եւս որ վերջերս ֆիլմ եղավ նրանց մասին եւ այնտեղ կարելի էր բաների ծանոթանալ։ Կարող է այնպեսի հարցեր։ Այո, կարող է, իհարկե։ Իսկ թեման հենց Արարատ 73։ Այո։ Այո։ Արարատ 73։ Ես ներողություն եմ խնդրում Արարատ 73-ի բոլոր երկրպագուներից, իհարկե։ Այո, հիմա նախապես ավակ ամբողջ սերնդի ուշի ուշով հետևելու են Սուրեն Մելիքսեթյանի եւ տեսնենք ինչպես է նախալու։ Սուրեն, պատրաստ ես։ Այո։ Արարատ 73 Սուրեն Մելիքսեթյանի ժամանակը գնաց։ Ով էր լեգենդար Արարատ 73-ի ավակը։ Հովհաննես Զանազանյան։ Ճիշտ է, 1973 թվականի ԽՍՀՄ Գավաթի խաղարկության եզրափակում ով 2 գոլ խփեց Կիևի Դինամոին եւ հաղթանակ պարգևեց Արարատին։ Լևոն Իշտոյան։ Ճիշտ է, 1973 թվականին ԽՍՀՄ առաջնությունում ով 13 գոլով դարձավ Արարատի լավագույն ռմբարկուն։ Բոնդարենկո։ Ոչ Արկադի Անդրեասյանը, Արարատ 73-ի որ խաղացողը դարձավ անկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը։ Արաք Սուրեն։ Անցանք։ Նիկոլայ Ղազարյանը, Արարատ 73-ի խաղացողներից ով է խփել Հրազդան ստադիոնի պատմության առաջին գոլը։ Հովհաննես Զանազանյան։ Ոչ Ալեքսանդր Կովալենկոն, ով է Արարատ 73-ի միակ ֆուտբոլիստը, որը հետագայում գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Արկադի Անդրեասյան։ Ոչ Էդուարդ Մարկարովը, 1973-ի հոկտեմբերի 28-ին առաջնության վերջին տուրում ում 3-2 հաշվով հաղթեց Արարատը եւ ապահովեց չեմպիոնությունը։ Կիևի Դինամո։ Ոչ Զենիթին եւ հասցնում եմ 8-րդ հարցը եւս հնչեցնել 1975 թվականին եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Արարատը Երևանում 1-0 հաշվով հաղթեց Բավարիային։ Իսկ ինչպես էր ավարտվել առաջին խաղը Մյունխենում։ Արարատը պարտվել էր 0-2 կամ 0-3 հաշվով։ Արագ, այդ երկուսից որը 0-3։ 0-2 հաշվով էր իրականում պարտվել Արարատը, հաղթեց Երևանում 1-0, բայց ճանապարհը զիջեց Բավարիային, որը հետագայում նվաճեց գավաթը։ Ընդամենը 2 ճիշտ պատասխան տվեց Սուրենը։ Միայն Հովհաննես Զանազանյանի եւ Լևոն Իշտոյանի հարցին ճիշտ պատասխանեցիր, մնացած սխալ։ Սամվել։ Սխալների ուղղման պահն է եկել, երկրորդ թեման պետք է ընտրես։ Հա, տեսնենք։ Ես մի քիչ խառնենք, ինտրիգա պահենք։ Մեզ մոտ մնացել է բարձրակրունկ սպորտը, ոսկե գնդակը եւ ռոսոներին։ Տեսնենք։ Եվ ինչն է այն հաղթողն է բարձրակրունկ։ Բարձրակրունկ սպորտ։ Կանայք սպորտում ամեն ինչ կանանց մասին է։ Սամվել, պատրաստ ես։ Այո։ 70 վայրկյանը գնաց։ Այդ մարմնամարզուին օլիմպիական 4 ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում եւս 3-ը Փարիզում։ Ալինա Կաբաևը։ Ոչ Սիմոն Բայլզ։ Բացի սպորտում գրանցած ֆենոմենալ արդյունքներից նա հայտնի է որպես ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը։ Սերենա Վիլյամս։ Ճիշտ է, չնայած աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստուհու կարգավիճակին նա իր հավաքականի հետ այդպես էլ չհաղթեց ոչ աշխարհի առաջնությունում, ոչ օլիմպիական խաղերում։ Մարտա։ Ճիշտ է, թենիսում մեծ հաջողություններ նա չգրանցեց, բայց ավելի հայտնի դարձավ որպես մեդիա կերպար եւ Էնրիկե Իգլեսիասի հետ Մարիա ընտանիք։ Շարապովա։ Ոչ Աննա Կուրնիկովա, հայ միակ կին ծանրորդը, որը մեդալ է նվաճել օլիմպիական խաղերում։ Ժամանակը սեղմում է, Սամվել պետք է ավելի արագ։ Չէ, Ռիփսիմե Խուրշուդյան, այդ սուսերամարտիկն օլիմպիական կրկնակի, աշխարհի եռակի ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, հայ է, բայց չի ներկայացնում Հայաստանը։ Հաջորդը։ Յանա Եգորյան 2012 թվականից այդ ցուցանիշով խորհրդային մարմնամարզուի Լարիսա Լատինինան զիջում է միայն Մայքլ Ֆելփսին։ Ինչ ցուցանիշով։
Օլիմպիական մեդալների քանակ։ Այո, ճիշտ է։ Իսպանիայի ավակականի եւ Բարսելոնայի այդ ֆուտբոլիստուին ռեկորդակիր է կանանց ոսկե գնդակը նվաճելու քանակով։ Սա վերջին հարցն էր, ժամանակը սպառվեց, կարող ես մի փոքր մտածել։ Ոսկե գնդակ ով է ամենաշատը նվաճել կանանց ֆուտբոլում, նա Բարսելոնայում է խաղում։ 3, 2, 1, չես հիշում, Այտանա Բոնմատին է, դա Սամվել առավել եւս որ ժամանակակից խաղացողներից է եւ պետք է կանանց ֆուտբոլին քիչ եմ հետևում։ Սամվել Սուքիասյանը իր երկրորդ փորձի ժամանակ տվեց մեզ 3 ճիշտ պատասխան եւ դա գումարում ենք մինչեւ այդ նվաճած միավորներին, իսկ հիմա Արմեն Ղարամյանի հերթն է երկրորդ թեման ընտրելու։ Կուրնիկովան հիշում էի, կարող եմ ասել, просто Շարապովայի վրա գնաց։ Շարապովան։ Արմեն Ղարամյան, ոսկե գնդակ եւ Ռոսոների, ընդհանրապես վատ տարբերակներ չեն, կարծում եմ, որն էլ Հաշվի առնելով, որ Միլանը ամենաչսիրածս թիմերից է աշխարհում։ Ամենաչսիրած թիմը։ Թշնամուն պետք է իմանալ Արմեն։ Դե ուրեմն Ռոսոների էլ կքաշես, կարծում եմ։ Ոսկե գնդակ։ Ոսկե գնդակ, այսպես ոսկե գնդակը բաժին ասավ Արմեն Ղարամյանին, պատրաստ ես։ Այո։ 70 վայրկյանը գնաց։ Որ ամսագիրն է 1956 թվականից հանձնում ոսկե գնդակը։ Ֆրանսիական ամսագիրը անցանք France Football-ը, ով վերջինը ստացավ ոսկե գնդակը մինչև Մեսսի եւ Ռոնալդոյի դոմինացիան։ Կակա։ Ճիշտ է, ով է միակ պաշտպանը, որը ոսկե գնդակ է ստացել 2 անգամ։ Միշել Պլատինի։ Ոչ Ֆրանց Բեկենբաուերը, ով է Բուլղարիային պարգևել միակ ոսկե գնդակը։ Ճիշտ է։ Հոլանդացի այս ֆուտբոլիստներից ով է ավելի շատ ոսկե գնդակ նվաճել՝ Յոհան Կրույֆը թե Մարկո վան Բաստենը։ Մարկո վան Բաստեն։ Ոչ հավասար, 3-ական, ով է ոսկե գնդակ նվաճած վերջին գերմանացի ֆուտբոլիստը։ Արմեն ժամանակը։ Մաթիաս Զամերը, ով է միակ ֆուտբոլիստը, որը ոսկե գնդակ է նվաճել Բենֆիկայում հանդես գալու ժամանակ։ Անցանք։ Էուսեբիոն, այդ ֆուտբոլիստը միակն է, որը ոսկե գնդակ է նվաճել 3 տարբեր տասնամյակում։ Կրիշտիանո Ռոնալդո։ Ոչ Լիոնել Մեսսի, ով է ոսկե գնդակի համար քվեարկությունում ամենաշատը գրավել երկրորդ տեղը։ Կրիշտիանո Ռոնալդո։ Ճիշտ է, եւ վերջին հարցը ես հասցնում եմ ընթերցել, կարող ես հանգիստ մտածել ու պատասխանել։ Մադրիդի Ռեալի թե Բարսելոնայի ներկայացուցիչներն են ավելի շատ ոսկե գնդակ նվաճել։ 5 վայրկյան։ Բարսելոնա։ 3, 2, 1 պատասխանում է Բարսելոնա, իսկ այստեղ եւս հավասարություն էր 12-ական ոսկե գնդակ է նվաճել այդ ակումբների ներկայացուցիչները եւ Արմեն Ղարամյանը տվեց 3 ճիշտ պատասխան իր երկրորդ փորձից, դժգոհ է Արմենը, նրա դեմքից կարելի է։ Այո, Սուրեն, գիտենք իհարկե ինչ է այստեղ թաքնված, բայց մեր հետևորդներին ապացուցելու համար պետք է ցուցադրենք։ Ռոսոներին պետք է լինի եւ դրա ապացույցը հիմա անում է գնդակից Սուրեն Մելիքսեթյանը։ Ռոսոների իհարկե խաղում են Ռոսոների թեման Սուրեն Մելիքսեթյանի հետ։ Ամեն ինչ Միլանի մասին։ Լարիր հիշողությունը։ Ասեմ, որ ես Միլանի երկրպագու չեմ, արդեն դե պարտադիր չէ լինել Միլանի երկրպագու իմանալու համար Միլանի դեմքերին կամ նվաճումները։ Պատրաստ ես Սուրեն։ Այո։ 70 վայրկյանը Սուրեն Մելիքսեթյանի համար գնաց։ Հենց այդ ֆուտբոլիստն է անցկացրած հանդիպումների քանակով Միլանի ռեկորդակիրը 902 խաղ, որոնցից 647-ն ասերիայում։ Պաուլո Մալդինի։ Ճիշտ է, խփած 175 գոլով նա Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Գունար Նորդալին։ Լավագույն ռմբարկուն։ Արագ, Սուրեն, արագ։ Անդրեյ Շևչենկո։ Ճիշտ է, քանի անգամ է Միլանը հաղթել չեմպիոնների գավաթի կամ լիգայի խաղարկությունը եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի Ռեալին։ Մի րոպե ասեմ հիմա։ Միլանը, չեմպիոնների գավաթ, քանի անգամ, արագ։ Կարող ես անցնել, եթե չես հիշում։ Ոչ 7, Միլանի այդ ֆուտբոլիստն ակումբի ավագը չէ, բայց նրա մականվան մեջ առկա է կապիտան բառը։ Այդ ֆուտբոլիստը։ Այո, նրա մականվան մեջ կա կապիտան բառը։ Միլանի այդ ֆուտբոլիստը։ Ժամանակը Սուրեն սեղմում է։ Հիմիկվա ֆուտբոլիստ։ Այո։ Կրիստիան Պուլիշիչ, կապիտան Ամերիկայի նրա մականունը, անցած դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Միլանում հանդես եկող այդ 3 հոլանդացիներն իսկական ահ ու սարսափ էին մրցակիցների համար։ Ովքեր էին նրանք։ Մարկո վան Բաստեն, Ռուդ Գուլիտ։ Քանի որ ժամանակը սպառվել է, կարող ես երրորդի շուրջ ավելի երկար։ Մարկո վան Բաստեն, Ռուդ Գուլիտ։ Կարող ենք Ֆրանկ Ռայկարդ։ Այո, հուշման կարիք չեղավ, ճիշտ է։ Վան Բաստեն, Գուլիտ եւ Ռայկարդ կամ Ռիկարդ, ինչպես նաեւ ասում են։ Սուրենը ընդամենը 6 հարց հասցրեց լսել, նույնիսկ 5։
5 հարց լսեցիր, որոնցից 3-ին ճիշտ պատասխանեցիր։ Տոկոսը Սաֆոնովի պես այստեղ բարձր էր, բայց քիչ։ Ես ամփոփեմ երկրորդ փուլը, այստեղ Սուրեն Մելիքսեթյանը 5 միավոր վաստակեց, Արմեն Գարամյանն ու Սամվել Սուքիասյանը 7 միավոր վաստակեցին երկրորդ փուլում։ Ընդհանուր պատկերն այսպիսին է. Սուրեն Մելիքսեթյան 10 միավոր, Արմեն Գարամյան 14 միավոր եւ Սամվել Սուքիասյան 15 միավոր։ Սամվել Սուքիասյանը երրորդ փուլ է գալիս առաջատարի կարգավիճակում։ Արմենը շարունակում է հետապնդել նրան, Սուրենը մի փոքր է մնում, Սուրեն այստեղ գալիս է պահը խորամանկելու երրորդ փուլում, իսկ ինչպես ես կասեմ երրորդ փուլի մեկնարկում։ Շարունակում են գիտելիգայի երկրորդ քառորդ եզրափակիչը, առաջին երկու փուլից հետո Սամվել Սուքիասյանը մեր առաջատարն է 15 միավորով, Արմեն Գարամյանն ունի 14 միավոր, Սուրեն Մելիքսեթյանը 10 միավորով եզրափակում է։ Երյակը, պարոնայք, մենք երրորդ փուլում ենք վերջին շանսը, հատկապես Սուրեն քեզ համար։ Այստեղ պետք է դիմել խորամանկությունների, ինչու՞մ է կայանում այդ խորամանկությունը։ Դուք ունեք ձեր հատուկ թեմաները։ Դուք ինքներդ գիտեք այդ հատուկ թեմաները, ես քիչ հետո դրանք նաև մրցակիցների համար կընթերցեմ։ Կա նաև 4-րդ թեմա, որը չեզոք թեմա է, առայժմ չգիտեք ինչ է այնտեղ թաքնված։ Եթե կընտրեք մոխրագույնը, այնտեղ չեզոք թեմա է, եւ ես կասեմ ինչ թեմա է, ինչ հարցեր են այնտեղ քողարկված։ Իսկ ձեր գույներն են, Արմեն, քո գույնը կանաչն է, Սուրեն քոնը կապույտն է, Սամվել դեղին գույնն էլ քոնն է։ Հիմա շատ կարճ էկրանի վրա կբացվեն մեր խորանարդիկները, փորձեք հիշել ձեր գույները նախ եւ առաջ, որ կարողանաք պատասխանել ձեր ընտրած թեմայի հարցերին։ Ամեն ինչ հասկանալի է։ Այո։ Ուրեմն ուշադրությունը էկրանին։ Եթե հիշեցիք լավ, եթե ոչ, կարող եք պատահականության սկզբունքով միգուցե Սուրեն քեզ համար ավելի լավ, կարող ես մրցակիցների հարցերին պատասխանել։ Այո, այդպես է լինել։ Հիմա ես ասեմ, ով ինչ թեմա է այսօր պատրաստել։ Սկսենք մեր առաջատարից Սամվել Սուքիասյանի հատուկ թեման է այսօր Արարատ 2008 թվականի մրցաշրջանը Երևանի Արարատի համար։ Արմեն Գարամյանը ընտրել է 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ Սուրեն Մելիքսեթյանը այսօր խաղալու է Memphis Depay թեման։ Ամեն ինչ Memphis Depay-ի մասին։ Կարդինալ տարբեր թեմաներ են։ Նաև հիշեցնեմ ունենք չեզոք թեմա, որը քողարկված էր մոխրագույն խորանարդիկների տակ։ Սկզբունքը նույնն է, սկսում ենք առաջատարից, իսկ առաջատարը Սամվելն է։ Սամվել, խնդրեմ, հնչեցրու թիվը եւ խաղանք այդ հարցը։ 3 բացեք, խնդրեմ։ Երրորդ հարցը եւ այն դեղին է։ Սամվել, սա քո հարցն է եւ Արարատ 2008 եւ ես հնչեցնում եմ առաջին հարցը։ Հիշեցնեմ, պատասխանում է միայն Սամվել Սուքիասյան։ Եվ այսպես Սամվել, հնչեցնում եմ քո թեմայի առաջին հարցը։ 2008-ին Արարատում հանդես եկող որ ֆուտբոլիստն է այսօր գլխավորում Հայաստանի պատանեկան հավաքականներից մեկը։ Ալեքսանդր Պետրոսյան։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Ալեքսանդր Պետրոսյանը մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է եւ Սամվել Սուքիասյանը վաստակում է 1 միավոր եւ մենք անցնում ենք Արմեն Գարամյանին, որևէ թիվ։ 4 Տեսնենք ինչ գույն է 4 թվի տակ քողարկված, սա կանաչ գույնն է, Արմեն, սա քո թեման է, իսկ քո թեման 2026 թվականի Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն։ Արմեն, առաջին հարց։ 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կանանց ազատ ոճում, որ երկրի ներկայացուցիչները 10 քաշային կարգից 6-ում նվաճեցին ոսկե մեդալ։ Ուկրաինան ճիշտ պատասխան է, այո, ուկրաինուիները ուղղակի փայլեցին կանանց մրցաշարում եւ Արմեն Գարամյանը եւս իր թեմայի առաջին հարցին ճիշտ է պատասխանում եւ վաստակում 1 միավոր, Սուրեն այլևս նահանջելու տեղ չկա, հասկանում ես, եւ պետք է Հիմա եթե ես մրցակիցների հարցից ճիշտ պատասխանեմ 3 միավոր։ 3 միավոր կվաստակես, այո։ 12 տեսնենք ինչ է 12։ Այս 12-ը մեզ մոտ դեղին է, Սամվել Սուքիասյանի թեման է ընտրել, սա լավ մարտավարություն է կարծում եմ եւ տեսնենք որքանով կկարողանաս օգտագործել այն։ Հնչեցնում եմ հարցը։ 2008-9 թվականների UEFA-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի շվեյցարական Բելինզոնայի հետ դիմակայությունում ով խփեց Արարատի միակ գոլը։ Ասենք խիտարը էլի։ Մարկոս Պիզելին։ Կրծում է արմունկները։ Իսկ Մարկոս Պիզելին։ Մարկոս Պիզելին ոչ։ Ճիշտ պատասխանը կհնչեցնի։ Հրայր Մկոյանը, այո, խփեց այն ժամանակ նա Արարատում էր խաղում եւ խփեց միակ գոլը։ Սուրենը չվաստակեց։
միավոր, բայց Սամվելին զրկեց իր թեմայի հարցերից մեկից։ Այնպես որ Սամվել հիմա պետք է ընտրել 10-ը մեզ մոտ դեղին գույնը։ Եվս քո հարցն է եւ քո թեմայի վերջին հարցը։ 2008-9 թվականների մրցաշրջանում Արարատում հանդես էր գալիս 5 բրազիլացի՝ Մարկոս Պիզելին, Ռենատոն, Էմիլիո Պալուչին, Ջեֆերսոնը, ով էր 5-րդ։ Ժուլիանո Խիմենես, այո, ճիշտ պատասխաններ դա, բրազիլական էր կարծես Արարատը այդ ժամանակ եւ եւս մեկ միավոր է վաստակում Սամվել Սուքիասյանը, նա արդեն 2 ճիշտ պատասխան իր թեմայից ունի, Արմեն 5, ինչ է մեզ մոտ 5։ Կանաչ, նորից իր թեման է ընտրում Արմեն Գարամյանը եւ լսենք հաջորդ հարցը 2026-ի Եվրոպայի առաջնության վերաբերյալ ըմբշամարտ։ 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց ազատ ոճի 61 կիլոգրամ քաշային կարգի կիսաեզրափակում ինչ հաշվով Արսեն Արությունյանը պարտվեց Զաուր Ուգուևին։ 3-4 բայց Տուշեով։ 3-4 բայց Տուշեով, այո, շատ ճիշտ պատասխան է տալիս Արմենը, որը եւս մեկ միավոր է վաստակում։ Արմենը եւ Սամվելը իրենց թեմաներին լավ են պատրաստվել, Սուրենը դեռ իր թեմային չի անցել, այսպես ասենք, որովհետև ընտրում է մրցակիցների թեման, Սուրեն փոխելու է մարտավարությունը թե ոչ։ Ինձ թվում է ոչինչ չի փոխելու։ Լավ, եկեք իմ հարցերին պատասխանեմ գոնե։ Կամ չպատասխանեմ։ 2, բացեք, խնդրում եմ երկրորդը։ Իսկ երկրորդը մեզ մոտ կապույտ է, դա Սուրեն Մելիքսեթյանի թեման է եւ Memphis Depay-ից հնչեցնում եմ առաջին հարցը։ Որ թվականին է Memphis Depay-ը նորամուտը նշել Նիդերլանդերի հավաքականի կազմում։ 2013։ Ես ընդունում եմ այդ տարբերակը, առավել ևս, որ այն ճիշտ պատասխան է։ 2013 թվականին Memphis Depay-ը նշեց նորամուտը Նիդերլանդերի հավաքականի կազմում եւ Սուրեն Մելիքսեթյանը վաստակում է իր առաջին միավորը 3-րդ փուլում եւ վերջին շրջանը մեկական հարց մնաց, բայց Սամվելը այլևս չունի տարբերակի իր թեմային պատասխանելու, հետեւաբար պետք է ընտրել կամ մրցակցի թեմա կամ չեզոք թեմա։ 11, փորձենք 11։ Արմենը հասկացավ ինչ է կատարվում, որովհետև 11-ը մեզ մոտ ինչ գույն է, կանաչ գույն է, դա Արմեն Գարամյանի թեման է եւ հատուկ չեմ արել։ Դե անգամ եթե հատուկ ես ընտրել, ճիշտ մարտավարություն է հաշվի առնելով ընթացիկ վիճակը 2026-ի Եվրոպայի առաջնություն ըմբշամարտի 3-րդ հարցը այստեղից հնչեցնում եմ։ 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց հունարոմեական ոճի 77 կիլոգրամ քաշային կարգում քանի միավորի իր մրցակիցներին զիջեց Մալխաս Ամոյանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում։ 3 Մեկ ասում է Սամվելը, ուղղում է նրան Արմենը 3, իսկ ճիշտ պատասխանն է 2 միավոր Մալխաս Ամոյանը ընդամենը զիջեց իր մրցակիցներին եւ Սամվելը չկարողացավ վաստակել միավոր, թեև միևնույն ժամանակ զրկեց Արմենին իր թեմայի վերջին հարցից։ Հիմա տեսնենք ինչ է Արմենը որոշելու, այստեղ շատ կարևոր է։ 1 Բացենք առաջին խորանարդիկը մեր եւ այն մոխրագույն է, չեզոք թեմա, իսկ չեզոք թեման մեզ մոտ այսօր կոչվում է ջրային ընթացակարգ։ Հետևաբար ջրային մարզաձևերի մասին է խոսքը։ Քանի լողուղի կա օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների անցկացման համար նախատեսված լողավազաններում։ Դե Արմեն, հասկանում եմ պատասխանատուպա է, բայց ժամանակը չի ներում։ Պետք է պատասխանել։ 8 ասում է Արմենը, 8-ը Արմեն դասական տարբերակ։ Օլիմպիական խաղերի եւ աշխարհի ժամանակ 10 լողուղի են օգտագործում, որպեսզի եզրային լողուղիները ազատ թողնեն եւ եզրում լողացող մարզիկները ունենան հնարավորություն խուսափելու այդ մոտ հայացքից պատնեշին։ Նրանք պատասխանը 10-ն էր, եթե անկած։ Այո, ճիշտ պատասխանը 10-ն էր, դու ուզում էիր դա ասել, բայց չասացիր։ Ցավոք սրտի եւ մեզ մնաց մեկ հարց հաղարկել Սուրեն Մելիքսեթյանը կընտրի 7-ը, խնդրեմ, բացեք 7-ը մեզ մոտ կապույտ է։ Դա Memphis Depay-ն է, դա քո թեման է։ Որոշեցիր ամեն դեպքում գեղեցիկ ավարտել։ Հուսամ կավարտեմ գեղեցիկ։ Հնչեցնեմ Memphis Depay-ից երկրորդ հարցը։ Որ ակումբում է Memphis Depay-ն առավել շատ գոլ խփել։ Բոլոր այն ակումբներից, որտեղ խաղաց։ Եթե դա քեզ ինչ-որ բան կհուշի, ասեմ, որ 63 գոլ է։ Կհուշի։ Կարծում եմ Լիոն։
Եվ ճիշտ ես կարծում, Լիոնի Օլիմպիկում նա 63 գոլի հեղինակ դարձավ, Սուրեն Մելիքսեթյանը հաղթական միավորով է փակում մեր խաղը, բայց կարծում եմ հաղթական էր միայն իր համար, ինչու ցույց կտա երրորդ փուլի եւ խաղի ամփոփումը։ Ավարտվեց խաղը, պարոնեք, ավարտվեց շատ հետաքրքիր հավասարությամբ երրորդ փուլում, բոլորը երկուական միավոր վաստակեցիկ այս փուլում։ Իսկ դա նշանակում է, որ ստատուս քվոն պահպանվեց։ Ընդհանուր պատկերը հետևյալն է. Սուրեն Մելիքսեթյանը 12 միավոր վաստակեց եւ գրավեց երրորդ տեղը, Սուրեն ցավոք սրտի հրաժեշտ է տալիս պայքարին, կիսաեզրափակիչ դուրս գալ այլևս չես կարող, իսկ մյուս երկու մասնակիցներին բաժանեց ընդամենը 1 միավոր։ 16 միավոր վաստակեց Արմեն Գարամյանը եւ 17 միավոր վաստակեց Սամվել Սուքիասյանը եւ ճանաչվեց այս քառորդ եզրափակչի հաղթող։ Սամվել, շնորհավորում եմ, դու կիսաեզրափակում ես, իսկ Արմեն դու դեռ չես կորցրել հնարավորությունը կիսաեզրափակիչ դուրս գալու, մյուս քառորդ եզրափակիչները կավարտվեն, եթե երկրորդ տեղը գրաված մարզիկները չվաստակեն 16 միավորից ավելի, դու դուրս կգաս կիսաեզրափակիչ։ Այսպիսին է պատկերը, շնորհակալություն եմ հայտնում խաղին մասնակցելու համար, պայքարը լարված էր, թեժ էր, տեղ-տեղ վիճելի, բայց դա սպորտի բաղկացուցիչն է, մենք էլ չենք կարող դրանից խուսափել։ Շնորհակալ եմ, որ մասնակցեցիք մեր խաղին, հաջողություն հետագա գործունեությունում եւ ինչպես նաեւ մեր խաղում։ Անկարություն։ Հարգելի հետևորդներ, ավարտվեց Գիտելիգայի երկրորդ քառորդ եզրափակիչը, ավարտվեց Սամվել Սուքիասյանի հաղթանակով շատ թեժ պայքարում, Արմեն Գարամյանը երկրորդն է եւ սպասելու է իր ճակատագրին, Սուրեն Մելիքսեթյանը հրաժեշտ տվեց մեր խաղին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ հաղորդումների ժամանակ, շնորհակալություն ուշադրության համար առայժմ։